կարեցին 10 րոպե կանգնած խեցմար։ Երեկ եւ այսօր հորդառատ տեղումներից հետո Երևանում դարձյալ գետեր էին հոսում։ Այս անգամ նույնիսկ փրկարարների կալիքը զգացվեց։ Տարբեր վարչական շրջաններից ահազանգեր էին ստացել, որ ջրի տակ մեքենաներ են մնացել։ Համատեղ ջանքերով մեքենաները դուրս բերվեցին, տուժածներ չկան։ Սոցցանցերն էլ հեղեղվեցին Վենետիկի հետ արդեն սովորական դարձած համեմատականներով։ Հորդառատ տեղումների ժամանակ վերջին շրջանում կրկնվող իրավիճակի համար երևանցիները քաղաքային իշխանություններին են մեղադրում։ Ոչ թե ավտոբուսներ, այլ մոտորանավակներ եւ լոդկաներ է պետք գնել, քաղաքապետ Ավինյան։ Փաստորեն այն, որ ասում են նավահանգիստ, սա է, Սուզանավեր պետք կգան։ Առատ անձրևներին ու քաղաքացիների դժգոհություններին անդրադառնալու հնարավորություն վերջերս անձամբ քաղաքապետ Տիգրան Ավինյանը ունեցավ։ Պատասխանը կարճ էր՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բավարար գործիքներ չունեն։ Երևանի քաղաքապետարանը կլիմայական փոփոխությունների դեմ իր լիազորությունների շրջանակում մեծ գործիքակազմ չունի։ Ես ուզում եմ բոլորին տեղեկացնել, անձրևների քանակը Երևան քաղաքում ավելանում է եւ գնալով ավելանալու է եւ դա ընդհանուր պայմանավորված է աշխարհում կլիմայով փոփոխությամբ։ Այն, որ կլիման փոխվում է, փաստ է, բայց փաստ է նաեւ, որ մայրաքաղաքի ջրատարների, կոյուղիների եւ ընդհանրապես ջրահեռացման ենթակառուցվածքները տարեստարի էլ ավելի են մաշվում։ Սովետական շրջանից ժառանգություն մնացած համակարգը ընդլայնվող Երևանին չի բավարարում ու մեծ ներդրումների կարիք կա։ Եղածնել տարբեր գնահատականներով լավ չի մաքրվում ու խցանվում է։ Այս ամենի հետևանքով մի քանի րոպե տևողությամբ անձրևն էլ բավարար է լճերի առաջացման համար։ Ոչ մեկին հետաքրքիր չի 10 տարի առաջ ինչ պայմանագիր եկեք փոխենք։ Այն, որ համակարգը պետք է թարմացվի, ընդունում են նաև քաղաքային իշխանությունները, բայց վատ աշխատանքի ամբողջ պատասխանատվությունը չեն ստանձնում ու սլաքներն ուղղում են Veolia ջուր ընկերության կողմը։ Հատկապես անցած տարի, երբ հեղեղների տեսարանները էկրաններից չէին իջնում, վրդովված երևանցիների սուր հարցադրումներին ի պատասխան միայն քաղաքապետարան Veolia ջուր հեռակա բանավեճներ թեժանում։ Իշխանությունների մոտեցումը քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էր ներկայացնում։ 16 թվականին կնքված վարձակալության պայմանագրով Veolia ջուրը չունի որևէ մետր ջրամատակարարման, ջրահեռացման նոր ցանցի ընդլայնման պարտավորություն։ Երևանի մակերևութային ջրերի հեռացման ամբողջ համակարգը մինչ 2031 թվականը Veolia-ին է հանձնված։ Տարեստարի ընդլայնվող քաղաքի տարբեր հատվածներում, սակայն հեղեղատարներ ընդհանրապես չկան ու փաստացի ոչ ոք պարտավորություն չի ստանձնում այդ հատվածների համար։ Անցած ամռանն ընկերությունն իրենց նկատմամբ դժգոհությունն անարդարացի որակելով հայտարարեց, իրենք սպասարկում են միայն այն, ինչն ամրագրված է կառավարության հետ կնքած պայմանագրում, ընդգծելով, որ Երևանում հսկայական աշխատանքների կարիք կա, ինչը սակայն պայմանագրով նախատեսված չէ։ 2016-ի պայմանագրով Veolia-ն պարտավորություն է ստանձնել 15 տարվա ընթացքում ընդհանուր 45 միլիարդ դրամի պարտադիր կապիտալ աշխատանքներ կատարել ամբողջ Հայաստանում։ Ընկերությունը պնդում է, թե Հայաստանի այլ բնակավայրերում հարցերն ավելի սուր են եւ չեն կարող միայն Երևանի վրա կենտրոնանալ։ Իսկ թե որքան գումար է պետք մայրաքաղաքում այս խնդիրները լուծելու համար, պաշտոնյաները նույնիսկ մոտավոր թվեր չեն հայտնում։ Քաղաքապետարանի հաշվարկով կոյուղի չունեցող վայրերում նման ցանց անցկացնելը միայն մոտ 10 միլիարդ դրամ կարժենա։ Սա սակայն անհրաժեշտ աշխատանքների մի փոքր մասն է։ Ստեղծենք առավել քան ներդրումային հնարավորություններ տվող դրույթներ, որովհետև Veolia ջուրը ինքն էլ ունենա պարտավորություն ընդլայնման լայ ծավալներ անել։ Համատարած բողոքի ֆոնին 1 տարի առաջ քաղաքապետարանը Veolia-ի հետ պայմանագիրը վերանայելու առաջարկ ներկայացրեց կառավարությանը։ Քննարկումներ սկսվեցին, բայց բողոքի ալիքը թուլացավ ու զուգահեռ դադարեցին նաև այս քննարկումների վերաբերյալ նորությունները։